Բարոյձեզ Factor TV հյուրոտ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն է, ողջույն պարոն Մարտիրոսյան։ Բարի օր։ Տեսնում ենք բավականին թեժ ընտրարժավ եւ ինձ հետաքրքիր է ոնց է այդ պայքարը դրսևորվում տեղեկատվական դաշտում, դուք տեսնում եք, ասենք, վտանգավոր նախադեպեր, չգիտեմ, ֆեյքերով, AB-ով, deepfake-երով եւ այլն ընտրողների կամքը ուղղորդել, բայց սխալ, այսինքն կեղծիքով ես քարոշչության մասին չեմ խոսում, էլի, ինչ է կատարվում այստեղ։ Դե, այստեղ ոնց որ կան օբյեկտիվ համաշխարհային տենդենսներ եւ մեր սեփական լոկալը գլոբալ այն է, որ բարձա որ տեղեկատվական դաշտը ընտրություններից առաջ ամենտեղ սրվում է ներառյալ ֆեյքեր, AB եւ այլն, ու որ նայենք օրինակ նույն սոցցանցերը, որոնք հիմնական հարթակն են պայքարի, հիմա նույնիսկ առանձին թիմեր ունեն, որոնք հետևում են, որ երկրում որ ընտրություններ են, այդ նախընտրական փուլում սկսում են ավելի ակտիվ մոդերացնել, ստուգել։ Իհարկե սոցցանցից սոցցանց տարբերվում է այդ ակտիվությունը։ Դա սոցցանցի վարքագիծն է։ Հա, օրինակ Մետան այն բանից հետո երբ 2016-ին իրենց մեղադրեցին, որ ամերիկյան ընտրությունների վրա Մետայի շնորհիվ օգտագործելով հարթակը, օրինակ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ներազդեցություն են ունեցել կամ Cambridge Analytica-ն օգտել է Թրամփի թիմին եւ այլն, Մետան հատուկ թիմ ստեղծեց, որը փորձում է որսալ ուղղորդված խմբային աշխատանքներ, որտեղ fake կարող է, օրինակ ես կամ դուք բացենք զուտ հոգին թեթևացնելու համար, անհատական վարքագիծ դրսևորել։ Հա, որ չես կարողանում բաց ասածդ ասել, մի հատ fake ես բացում ասում ես, դες թեթևանում ես ու բրախում ես մեկում։ Բայց ուղղորդվածների դեպքում իրանք բնականաբար փորձում են բռնացնել։ Իսկ հայաստանյան հայցերի դեպքում իրենք զբաղվում են, այսինքն ենթադրենք կան էջեր, TikTok կամ Instagram կամ չգիտեմ, այն մյուս հարթակները ակնհայտ ամբողջ օրը կեղծիք են տարածում, ասենք իմ դեմքով ինչ որ մեկը, այսինքն ես նստած ասում եմ, որ ես ուզում եմ Հայաստանը լինի Թուրքիայի մաս կամ Ռուսաստանի մաս, հա, եւ ինչ որ մարդիկ վաղ ինձ փողոցում լղում են կներեք այս բանի համար։ Եթե ես, այսպես ասենք, դիմեմ սոցցանցերին, ինչ կասեմ։ Ցավոք սրտի, որքան էլ իրանք փորձում են այսպես ուշադրություն դարձնել հիմա Հայաստանին, նայես չի, որ ինչ բողոք ես իրանք կջնջեն մեկ, երկրորդը շատերը մեղադրում են կողմնակալության մեջ, հա, ասում են այսինչ կուսակցությանը իրանք հետապնդում են, օրինակ իրանց ներկայացուցիչներին բլոկում են, արգելափակում են, ամեն դեպքում ամեն ինչ տենց լավ չի ու կեղծիքը սենց տենենց լծվում տարածվում բայց ինչ որ գործիքակազմ կա դրա դեմ որոշ չափով ոնց որ ասած ազդեցությունը նվազեցնում է։ Ամերիկացի գոտիներ են սոցցանցերը, թե փաստացի, այո։ Ու այս ամերիկացիությունը ոնց որ մի քանի մակարդակ է։ Առաջին այն է, որ սոցցանցերի մեծամասնությունը, առնվազն որոնք որ ակտիվ են Հայաստանում, իրենք գտնվում են ամերիկյան յուրիսդիկցիայում։ Ամերիկայում օրենսդրությունը շատ մեղմ է, այնտեղ խոսքի ազատությունը գերագույն արժեք է, օրինակ համեմատած Եվրոպայի, չնայած տպավորությունն որ հակառակն է, բայց Եվրոպայում կան բավական լուրջ սահմանափակումներ, ենթադրենք Գերմանիայում դու չես կարող դուրս գալ փողոցում ու ձեռքով չցույց տամ ինչ ժեստով բարևես դիմացին, կարող է տեղում քեզ ձերբակալեն։ ԱՄՆ-ում դու կարող ես շքերթ անել որոշ նահանգներում, տենց ձեռքը պարզած քայլես, հետևից էլ Կուկլուս Կլանի ինչ որ sense դիմակներով մասը անցնի, որտեղ իրանք հավարում են, որ եթե դու դեռ մարդու վնաս չես տվել, դա քո այսպես ասած սահմանարական իրավունքն է արտահայտվել։ Դրա համար առաջի բանը այն է, որ իրանք կարող է շատ դեպքեր ասեն, այս օքեյ է, մարդը արտահայտվում է ինչ-որ գործիքով, հա։ Մյուս խնդիրը այն է, որ շատ հարցերում ընդհանրապես մարդը չի միջամտում, արհեստական մանականությունը ելնելով ինչ-որ ալգորիթմիկ բաներից, մեկ էլ կարող է որոշի, որ այսինչ բանը լավը չէր։
ու ջնջի, ու հակառակը դու բողոքես ինքը չջնջի, մոդերատորն էլ կարող է միջամտի ու դա լինի ինչ որ մոդերատոր, որ ընդհանրապես ներքին խոհանոցը լավ չի։ Համատեքստը չգիտի, այո։ Բացարձակ չի պատկերացնում ու որոշումը կայացնի սխալ։ Դրա համար անվերահսկելիությունը տենց է, պլյուս օրինակ Meta-ի դեպքում իրանք որոշ չափով համագործակցում են պետությունների հետ քրեական բանի վրա, այսինքն եթե ինչ որ ահաբեկչության կոչեր լինեն եւ այլն, իրանք այդ դեպքում կարող է տվյալ տան։ Հայհոյանքի դեպքում չեն տա։ Բայց օրինակ Telegram-ը ընդհանրապես թքած ունի, ով ինչ է անում մեծ հաշվով, իրանք մեկ-մեկ ինչ որ այնց ավլում, մակրում թափում են ինչ որ իսլամական պետության էջերը եւ այլն, որ ասեն որ մենք մոդերացնում ենք, բայց մեծ հաշվով այնտեղ մոդերացիա գրեթե գոյություն չունի, ինչ չի գրի։ Իսկ որ ասեցիք անվերահսկել են, այսինքն ստացվում է, որ դրանք լավ դաշտ են ապատեղեկատվության, կեղծիքի, հա։ Մեր հիանալի դաշտ են։ Հա։ Որտեղ դու բացի դրանից կարող ես գովազդ դնել կեղծիքով, ապատեղեկատվությունով։ Facebook-ում խաբեություններ էին անգամ գովազդվում։ Հա, իհարկե։ Ես ամբողջ օրը նստած դրանց բողոքում եմ ու շատ հաճախ ստանում եմ պատասխան, որ ամեն ինչ նորմալ է։ Այո։ Ու իմ համար օրինակ ամենա մազալու կամ զարմանալի դեպքն էր, երբ որ Հայաստանի բնակիչներին կոչ էր անում ներդրում անել կեղծ կրիպտոարժույթի մեջ, այսինքն բացահայտ գողությունով էին զբաղվում, Մարկ Ցուկերբերգի դեմքով fake, ու դու բողոքում ես, մոդերատորը քեզ գրում է, որ ամեն ինչ օքեյ է, ու մի ամիս հետո ստուգում ես, տեսնում ես այդ գովազդը շարունակում է պտտվել, հա։ Շշմելու բան է բայց իրական։ Մի կողմից շշմելը, մյուս կողմից դե հասկանում ես, իրանց մոտ 4 միլիարդ օգտատեր կա, մենք մեր 3 միլիոն բնակչությանը չենք կարողանում համոզել, որ ամրագոտի գցեն, իրանք գործ ունեն 4 միլիարդի հետ։ Մի կողմից հասկանում ես, մտնում ես ինչ որ իրավիճակ։ Ռեսուրսների խնդիր կա։ Ռեսուրսի խնդիրը ակնհայտ, բայց մյուս կողմից երբ որ քեզ է վերաբերում, դու արդեն ասում ես հետո ինչքան կարելի է լացել, որ փող չկա, ռեսուրս չկա։ Մեկ-մեկ կրեք սարսափեցնում է այն թե ԱԲ-ով ինչքան ճշգրիտ կեղծիք կարելի է ստեղծել, հա։ Վտանգը ուր է հասնում։ Այ ուր է մենք ինչի հետ են գործ ունենում հիմա այսօր եւ առաջիկայում, այսինքն ինչպիսի կեղծիք սպասել եւ մարդիկ ոնց տարբերակել, լավ, դա էլ է հետաքրքիր։ Տեսեք, խնդրեմը շատ ավելի պարզ է, քան մենք փորձում ենք բարդացնել, որովհետեւ հա, ԱԲ-ն գնալով շատ որակյալ է դառնում, այսինքն շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս մենք տեսնում ենք ոնց է Ենթարենք մենք 2 տարի առաջ հանդիպենք, ասենք դե լավ պարզ է մատերը հաշվեք, եթե 6 մատ է, ուրեմն ԱԲ է։ Հիմա այդ մանր բաները նույնիսկ շատ դժվար է գնահատել, հատկապես եթե դու գործ ունես մարդկանց հետ, որոնք ենթարենք խցանման մեջ Երևանում 3 ժամ գնում է գործից տուն, եւ ընթացքում թերթում է ինչ որ տեսանյութ։ Հիմա այդ մարդուն ասես դու որպես պատասխանատու քաղաքացի պետք է աչքերի վրա բիբի մեջի բաները ուշադիր նայես արտացոլանքները, եթե այնտեղ մեկը մյուսում միտեղ կլորա, միտեղ քարակուսի ուրեմն ԱԲ-ը անլուրջ է։ Պլյուս խնդրեմը ինչու՞մն է։ Խնդրեմը նրանում է, որ մարդկանց մեծամասնությունը այդքան չի խորանում բազային մակարդակով, այսինքն դու տեսնում ես, որ այս ԱԲ-ը շատ վատ որակի, այսինքն ակնհայտ երևում է, որ վատ սարքած ԱԲ-ը, բայց մեկը ծիծիլիոն հատ լայք ունի, որովհետև շատերին չի հետաքրքրում դա ճիշտ է թե չէ։ Մարդը ունի իր պատկերացում այս քաղաքական գործի վերաբերյալ, որ ինքը ենթադրենք շատ լավն է։ Եթե իրան տեսնում է ԱԲ-ով, որ վերևից հրեշտակել իջավ պատճեց, ասում է, որ ասում էի, հա? Եվ հակառակը, եթե գիտի, որ սա տականքի մեկն է, իր մասին ինչ ուզում ես սարքի, ինքը կհավատա։ Որովհետև մարդը արդեն կողմնորոշում ունի, իրան հերիքա մենակ մի քիչ էլ ապացուցողական բազա ունի, ճիշտ է, շատ դեպքերում ասում ես ԱԲ-ը, ասում է հա հետո ինչ, բայց տենց է, չէ՞։
Այսինքն մշակված ուղեղների համար է նաև այդ կեղծիքը հաճախ ստեղծվում։ Ոչ միայն մշակելու, այլև մշակվածների։ Այդ մեկ, երկրորդն էլ այսօր օրինակ ԱԲ-ն հայկական դաշտում որքան որ նայում ես ինքը չի ձգտում մեծ մասը չեն ձգտում լավ կեղծիք ստեղծել, այլ ինքը ավելի շատ քաղաքական սատիրայա ձեռ առնելու համար է օգտագործվում, հա, այսինքն որ այսօր նայեք հիմնական տեսա նյութերը ԱԲ-ով ստեղծված որ տարածվում են, իրենք ավելի շատ մարդկային քաղաքական գործին նսեմացնելու համար է, այսինքն ավելի տենց FPR-ի այդ ճյուղավորումն է, այսինքն իրանք խնդիր չունեն ասելու, որ սա իրական է թե չէ, իրանք օգտագործում են դա հերթական անգամ այդ մարդուն ցեխի հետ խառնելուն, ու այդ շատ լավ աշխատում է, որովհետև քաղաքական երգիծանքը, սատիրան, ձեռառնոցը միշտ եղել է, ինքը միշտ աշխատել է, հիմա ուղղակի դա ավելի հեշտ է, արագ է, այսինքն երբ որ եթե պետք է կարիկատուրան մարդ ինչ-որ պրոֆեսիոնալ նկարեր, դու իրան պատվիրեիր, ինքը մի երկու օր տենց մտածեր ինչ կարելի է անել։ Շարլի Հեբդոյի կարիք չկա, էլի։ Օրինակ, հա, եթե նկատել եք, իրանց մասին էլ ոչ ոք չի խոսում։ Հա, կարող է փակվել են, բայց հուսանք չեն փակվել։ Ես չգիտեմ էլ, հա, ես էլ էի մոռացել իրանց։ Հիմա մի հետաքրքիր բան էլ կա, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները եւ միջամտությունները կամ շատ են հայտնի ֆիմին, հա։ Գերակշիռ մասը որտեղից է գալիս, հաճախ Ռուսաստանի անունն ենք լսում, որպես այդպես պատվիրատու եւ իրականացնող, այ հասկանալի է ինչ, ասես ասենք, թիրախավորումներ ունեն, ինչ են ուզում անել, չգիտեմ, մեկ այնպիսի հիմարություններ են երբեմն դաշնետվում, որ զգում ես, որ հայաստանյան համատեքստը ընդհանրապես չգիտեն, էլի, հա։ Տեսեք, այստեղ մի քիչ նուրբ բան է, որովհետև մենք հիմա խոսելու ենք մի բանի մասին, որը հավանականությունների վրա է։ Ֆիմի, այսինքն արտաքին ազդեցության ու հիբրիդային տարբեր վտանգների խնդիրը նաև նրանում է, որ իրականում դու կարող ես մտածես, որ սա ենթադրենք ռուսներն են, բայց հետևում կանգնած լինեն ուկրաինացիք, որոնք ուզում են ռուսներին սևացնել, օրինակ, հա։ Ես հիպոթետիկ օրինակ եմ բերում, բայց ուզում եմ ասել, ես կարող եմ ասել, որ նման է ռուսական, նման է ադրբեջանական, հա, ձեռագիրը, հետո ինչ շահ է հետապնդում, հա։ Ինչ քարոզչական թիրախներ թիրախները եւ այլն։ Թեզեր եւ այլն։ Հիմա եթե դա վերցնենք, մենք ունենք օրինակ կներեք, որ ընդհատում եմ, որ Եվրոպա, օրինակ Եվրամիություն մտնելու դեպքում բոլորը նույնասեռական են դառնում, այդ պարզ է, չէ՞, մեր բարեկամից է գա։ Պարզ է, հա։ Ու այստեղ մենք առաջինը հիմա փորձեմ մոտավորապես դասակարգել, բայց ուզում եմ մի բան էլ նշել, երբ մենք խոսում ենք ֆիմի մասին, շատերի համար այդ տերմինը արդեն հայտնի է, շատերինը չէ, այդ արտաքին մանիպուլյացիաները, տեղեկատվական քարոզչությունը, որը փորձում է ազդեցություն ունենալ, տվյալ դեպքում մենք ընտրությունների մասին ենք խոսում, բայց ֆիմին կարող է լինի ինչ-որ ուրիշ որոշում կայացնելու հարցում։ Հիմա մենք խոսելու ենք, այսպես ասած, թաքնված քողարկված քարոզչության մասին, որովհետև քարոզչությունը այսօր ամենուր է, ենթադրենք Եվրամիության սամիթը Երևանում, դա նույնպես քարոզչություն է, բայց ինքը բացահայտ է, հա, դրա համար դա մի կոնֆլիկտ է, ֆիմի չէ, այսինքն երբ որ բացահայտ քաղաքական գործիչը գալիս ասում է մենք աջակցում ենք այս ուղին, այս ընտրությունը, դա բայց ինքը չի թաքնվում ուրիշի դիմակի տակ եւ այլն, դրա համար սա կողենք կամ Պուտինը ինչ որ մի բան հայտարարում, դա ֆիմի չի, դա արտաքին ազդեցություն է, բայց բացահայտ։ Հիմա եթե խոսենք ֆիմի մասին, այստեղ մենք ունենք մի քանի բան կարևոր, կարծում եմ։ Առաջինը այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում դերակատարների որոշ փոփոխություն ա եղել։ Այսինքն օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի գրեթե նվազեցրել են այդ գործողությունները Հայաստանի դեմ։ Իբիդային, πώς ասենք, հարցակումները թե համ կիբեր հարցակումները գրեթե զրոյացել են, Ադրբեջանը փակեց բոլոր հայալեզու
կարողջական կայքերը, որոնք Հայաստանի վրա էին աշխատում, օրինակ Արմենիա կետազը եւ այլն։ Այո, կային։ Այստեղ ամեն ինչ ակնհայտ է, իրենք ունեն պատկերացում ոնց են ուզում շարժվել ու բնականաբար այս պահին իրենց համար նպատակահարմար չէ գործել Հայաստանի վրա, որովհետև ինձ թվում է պարզ է չբացատրեմ, հա, մարդկանց։ Այսինքն իրանք ունեն կոնկրետ պայմանավորվածություններ ներկա իշխանությունների հետ, իրենք չեն ուզում ներքաշվել այստեղ ներքաղաքական բանի մեջ, մի կողմ են քաշվել, պլյուս մեկ-մեկ ինչ-որ պոզիտիվ սիգնալներ են ուղարկում, ենթադրենք ինչ-որ ծիզել է գալիս մի քանի ցիստերն եւ այլն։ Այսինքն իրանց մոտեցումը այս պահին չեզոք մի քիչ դրական սիգնալներով, որը կարող է 180%-ով փոխվի ընտրություններից հետո։ Միանշանակ։ Մենք չպետք է պատկերացնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսպես բարի, հիմա ասենց բարիադրացական իրավիճակում են։ Մենք խոսում ենք այս բայդրությամբ, իրանց ձեռք է տալիս չխառնվել Ադրբեջանը, որպեսզի չընկալվի որպես այս պահին գործոն բացասական։ Բայց բարբերաբար Ալիևը ինչ որ հայտարարություններ անում, որպեսզի ներքին շուկայում էլ չմտածեն, որ ինքը տենց թույլ տղա։ Խաղից դուրս եկեն, հա։ Ու մյուս կողմից ինչը շատ ակնհայտ է, Ռուսաստանը, որը ունի այստեղ խնդիր, որը երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, իրանք պարզաբար փորձում են ազդեցություն ունենալ։ Ու տարօրինակ կլներ, որ Ռուսաստանը չուզենար այստեղ աշխատել իր շահերը հետապնդելով։ Ազդեցություն ընտրությունների արդյունքների։ Ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա այստեղ ուրիշ հարց է, դա թե իրանք ուզում են այս ընտրությունների հասնել ինչ որ մի նպատակի, թե իրանք ուզում են օրինակ այս ընտրությունների արդյունքները կասկածելի դարձնեն ու հետո աշխատեն 5 տարի հետո եւ այլն։ Այսինքն պլանները մի քիչ մեր համար անհայտ են ու ըստ իրանց պլանների դա կարող է տարբեր տիպի գործողություններ ունենան ետ ընտրական process-ների վրա էլ ազդեն եւ այլն, հա։ Հիմա հիմնականում ինչ ենք մենք տեսնում, անցյալ տարվա կեսերից մոտապես ապրիլից շատ կտրուկ աճեց Ռուսաստանի պետական հակերային հարձակումները Հայաստանի վրա, տեղեկատվություն են հավաքում։ Ու հարձակումները պետական հատված պլյուս քաղաք հասարակություն տարբեր տիպի հասարակական կազմակերպությունների հանդեպ մեծ հետաքրքրություն ունեն ամենայն հավանականությամբ որպեսզի հասկանան դա հիմնական բնականաբար արևմտամետ կամ արևմուտքից ֆինանսավորում ստացվող հականերն են այն հավանականությամբ ուզում են հասկանալ ինչ պլաններ են ոնց է գնում գործը արևմուտքը ինչ չերևացող ծրագրեր ունի, այտենց ոչ բացահայտ եւ այլն։ Պլյուս քարոզչությունը այստեղ մենք տեսնում ենք դրսից մոնիտորինգ անողները, որովհետեւ արևմուտքում, հատկապես Եվրոպայում ռուս-ուկրաինական հակամարտությունը այս վերջի 12 տարվա մեջ ոչ միայն պատերազմի, այլ 14-ից սկսած, բերեց նրան, որ ձևավորվեցին մոնիտորինգային կենտրոնները հիբրիդային վտանգների տեսանկյունից եւ իրանք քանի որ անդադ հետևում են եւ այլն իրանք բացահայտում են ինչ-որ մեծ ցանցեր, որոնք Կրեմլից ուղղորդված աշխատում են, ֆեյքերի, սոցցանցային ֆեյքեր, կայքեր, փորձագետներ, ոչ միայն ֆեյք փորձագետներ, այլ նաեւ փորձագետներ, որոնք աշխատում են ոնց որ Ռուսաստանի վրա, հա, այսպես ասած։ Բայց իռլանդացի լրագրող ենթադրենք, հա։ Ռուսաստանի համար Ռուսաստանի համար շատ դեպքերում արդեն Ռուսաստանում էլ ապրում են, բնակվում են, այսինքն եթե փորփրես կգտնես, որ այդ մարդ շփոթեցնելու տարր։ Դե երբ որ տեսպես իռլանդացի է, բնականաբար մտածում ես արևմտյան ռուս կայսերապաշտ։ Ահա, որ չես մտածում որ ինքը Պատմասկովիայում ապրում արդեն քանի տարի է։
Գնանք այդպեսի մի այսպես կոչված իսպանացի լրագրող անգամ Փաշինյանի հետ հարցազրույց Գոնսալեսը, հա, որը բարձվեց գործակալ, հա։ Կամ թուրք լրագրող կա, որ այս վերջերս անդադ ապատեգատվություն ա լցնում, բայց իրականում ինքը Դոնբասի անձնագիր ունի, բան էլի, այսինքն Դոնբասի թուրք։ Դե Դոնբասի էֆիոպներ էլ կան, անգոլացիներ կան, հիմա հայեր։ Հա, դե հայեր ոնց կան։ Ու օրինակ, քանի որ արևմուտքի համար շատ կարևոր է Ուկրաինայից հետո Մոլդովան, իրանք Մոլդովայում շատ լուրջ ուսումնասիրում էին ու մեկ էլ հայտնաբերել էին, որ այն ցանցերը, որոնք օրինակ տես մատերոշկա անունով ցանց կար եւ Pravda անունով ցանց, որը ֆրանսիացիք էլ են մոնիտորինգ անում, այսինքն տես լուրջ հետևելուց բարձեցին, որ այդ ցանցերը, որոնք աշխատում էին Մոլդովայի վրա, նաեւ նույն գործիքները, նույն ֆեյքերը աշխատում են Հայաստանի վրա։ Ընդ որում, իրանց եզրակացությունը այն էր, որ եթե Մոլդովայի վրա սկսեցին աշխատել ընտրություններից սկսենք կես տարի շուտ, Հայաստանին 9-10 ամիս ավելի վաղ ավելի շուտ են սկսել։ Հայո, բայց ես ինչքան նայում եմ այդ մատրոշկայի արած գործը, ինչ որ փող են ուտում ավելի շատ, քան նորմալ գործեր անում, հա, ինչ որ անհետ կեղծիքներ են, որ նույնիսկ մեր այն ամենածայրահեղ ընդդիմադիր փորձագետները, որոնք Facebook-ում նստած ինչ գտնում են, լցնում են իշխանություն, նույնիսկ իրանք ասում են, լավ է, արդեն ինչ-որ համը հելավ, ու կարծում եմ այս աղմուկը ֆիմի մի մասը անիմաստ աղմուկ, այսինքն անիմաստ չէ, ոնց որ հայերեն ասած խալաստու աշխատող ուռճացված նկատի ունեք, թե այսինքն ինքը էֆեկտիվ չի ոչ էֆեկտիվ աշխատանք է, շատ դեպքեր, ես կոնկրետ այս Մոլդովայի դեպքերի հետ զուգահեռ աշխատողներն եմ ասում, որովհետև կան գործիքակաց, որը հակառակը լավ էլ աշխատում է, այսինքն օրինակ ինչ որ շերտ կա Telegram ալիքների, որտեղ կեսը հայ են, Ռուսաստանի ապրող, կեսը չես իմանում ովքեր են, եւ այլն ու այդտեղ իրար պասերով եւ այլն կարողանում են բերել մտցնել ստեղի սոցցանցային դաշտ, տեղեկատվական դաշտ, կարծում եմ ինչ որ տարբեր վարչություններ են աշխատում։ Այն մեկը փողը ստանում է ինչ որ Twitter-ում, X-ում, անգլերենով ինչ որ բան ֆրազներով, որը իրանք լայքում են, իրանք ուրախանում են, իրանք շեյր են անում, ինքն այնց չի մտնում։ Այսինքն փուչիկ է ստացվում։ Բայց որոշ լրատվամիջոցներ Հայաստանյան ամեն դեպքում մեկը մի քիչ վերցնում բերում են։ Մսկիթներ, չգիտեմ, այսպիսի թեմաներ։ Բայց այդ թեմաները արագ մտնում, արագ դուրս են գալիս։ Իհարկե մեկը ինչ որ նստվածք թեթև թողնում են, բայց ասած այնա որ ռեսուրսը, որ այնտեղ ծախսվում է, ինքը ինչ որ էֆեկտը լուրջ չի տալիս, էլի։ Իսկ եվրոպացիներից ձեր կարծիքով ինչ է պետք սպասել, գիտենք որ այդ դիտորդական առաքելության մանդատի շրջանակում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարն է, տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության դեմ կիբերհարձակումների, ապօրինի ֆինանսական հոսքեր, ընտրական գործընթացների պաշտպանություն, մեր օբյեկտիվ սպասումը, որը պետք է լինի տեղական գիտելիքի կարողությունների մեծացումը, չէ՞ որ մենք անգրագետ ենք, եկեք ընդունենք այս հարցով մեր։ Տեսեք, հիբրիդային հարձակումների հարցում եվրոպացիք ինչ որ հարցեր կարող են մեզանից էլ սովորել։ Հա։ Որտեվ մենք ավելի շուտվանից ենք այդ ամեն ինչ։ Խոսքս հետ վերցնեմ ուրեմն։ Չէ, տեսեք, օրինակ կիբերհամտանգության հարցերում հաստատ իրանք ունեն շատ մեծ փորձ։ Հաշվի առնելով, որ այդ հարձակումները կլրջանան ավելի ընտրություններին մոտ, եթե ոչ ընտրությունների օրերը, իրենք ունեն որոշ լավ փորձ դրան դիմագրավելու ու հաստատ կկարողանան լավ օգնել։ Խոսքը, եթե ֆինանսական հոսքերն են եւ այլն, այդտեղ էլ հաստատ մեզանից լավ գործ ունեն, բայց երբ որ գործը գալիս է այն խուճուճ հիբրիդային հարձակումներին, այդտեղ խնդրեմը ինչու՞մն է, ոչ ոք չունի փորձ, որտեղ հիբրիդային հարձակումները անդադ նոր են։ Տեսեք, օրինակ,
փոխվում են, մուտացիայի են ենթարկվում մեթոդները նկատում ենք։ Այո, ու հիբրիդային իմաստը ո՞րն է, այդ բառը անդադ օգտագործվում է, շատերին թվում է, որ օրինակ fake-ը եկավ քեզ հայհոյեց կոմենտում, ուրեմն հիբրիդային հարձակման պատերազմի մեջ ես։ Հիբրիդային իմաստը հենց որ հիբրիդ է, այսինքն դու ոնց որ մեքենան հիբրիդ է, տենց էլ սա, որ մի քանի տարբեր գործոն է աշխատում։ Տարատեսակ մեթոդներ են կիրառվում։ Ու այդ մեթոդները իրար հետ համակցվում են, ու դրա դեմ պայքարելը ինչու՞մն է բարդ, որ պետքա տարբեր գերատեսչություններ իրար հետ կարողանան սինխրոնիզացնել իրենց գործը։ Օրինակ բերեմ, ընդ որում հիբրիդայինի նաև խնդիրներից մեկն է, որ շատ դեպքերում դու նույնիսկ չգիտես ով է հետևը կանգնած։ Օրինակ Եվրոպայում իշում եք ծանրոցներ էին, մեկ էլ սկսում էին այրվել։ Ինչ որ մարդիկ ուղարկում էին ծանրոց, մեջը հատուկ ինչ որ նենց բան դնելով, որը օրինակ ճամփին պահեստում կսկսի այրվել, սաբոտաժի ձևեր էին, որոնք արևմտյան հասարակությունում ստեղծում էին այսպես տագնապային տրամադրություններ։ Այդ գնաց իջավ ներքև, մեկ էլ դրանից հետո սկսվեցին այդ դրոններ թռցնելը։ Այսինքն ինչ որ մարդիկ են էժանագույն դրոնները, որոնք մի քանի կիլոմետր հեռավորության թռնում են, այսինքն շարավիղով արդեն դժվար է հասկանալ որտեղից են թողել։ Բերում են սկսում էին օդանավակայանի գլխին Բրյուսելի կամ գերմանական ինչ որ օդանավականների վրա պատտել դրոն։ Մի քիչ ժամ պատտում էին, դրանից հետո այդ օդանավականը 2 օրով փակվում էր։ Այսինքն հարցակումա, որը ենթադրում է, որ դու ինչ-որ մատ էժան բան ես անում, բայց գտել ես խոցելի կետը, ու սկսում ես շահագործել։ Մեզ մտածում եք մետրոյի պայթյունի ահազանգ են անում։ Այո, ու օրինակ նույն այստեղ օրինակ բնականաբար ինչ լինում է, ասում են ուրեմն ռուսներն են, բայց ինչ որ մարդիկ կար ասում են, իսկ կարող է սա ուկրաինացիք են։ Որոնք այս անում են, որպեսզի եվրոպացիք օրինակ զգան վտանգը ռուսներից ու Ուկրաինային փող տան պայքարելու։ Ընդ որում մենք չենք կարող իմանալ ռեալ ով է, որտեղ երկու վարկածն էլ կարող են աշխատել։ Ընդ որում կարող է ինչ որ մի դեպք եղել է ռուսներն են արել, մյուսը ուկրաինացիք, բայց հետո ենթադրենք ռուսներն են արել, հետո ուկրաինացիք ուղարկում են դրոնները Շիրեմեցիվայի վրա թռնում։ Օդանավականը փակում են, մարդկանց տարհանում են կողքի հյուրանոցներ, դրանից հետո ուկրաինացիք սկսում են զանգել ոստիկանություն ու ասում են, որ ամեն հյուրանոցում ռումբ է տեղադրված։ Էս էլ ձեզ հիբրիդայնության, ոնց որ բազմափուլ հիբրիդային գործողություն։ Ու այս սաղ գործը թողած հիմա գալիս են սկսում են այս մարդկանց տարհանել, հիմա այդ մարդկանց մոտ էլ այդ իսկ դա տասնյակ հազարավոր մարդիկ։ Բնականաբար նեգատիվ զգացմունքները Ուկրաինայի դեմ չեն ձևավորվում, այլ սեփական իշխանությունների, հա։ Այսինքն անիշխանության տրամադրություն ստեղծել։ Անիշխանություն, իշխանական համակարգի անզորության տպավորություն ձևավորել։ Դե հաստատ դա մենք շատ ենք տեսել, հատկապես պատերազմից հետո։ Բայց հարցն անում է, որ նման բաների դեմ պայքարելը շատ բարդ է բոլորին, որովհետև դու պետք է շատ արագ հասկանաս, որ սա չարամիտ գործողություն է, շատ արագ հասկանաս տեղ ով են ներգրավված կողմերը, պետական ոչ պետական, իրանց սինխրոնիզացնես, պլյուս օրինակ Եվրամիությունը բացել էր Ֆինլանդիայում հիբրիդային պատերազմների դեմ պայքարի հատուկ կենտրոն, որը չէր զբաղվում ինչ-որ լրտեսական մոնիտորինգային գործը, իրանց միակ գործը օրենսդրական էր, որովհետև օրինակ այս մետրոն շատ վառ օրինակ է, այ ոնց որ մեզ անդադ գրում զանգում էին ու ասում էին այս մոլն է, ռումբ կա, այստեղ կա, այնտեղ կա, հիմա նայեք, օրենքը պահանջում է, որպեսզի տարհանեն, այսինքն այստեղ կա խոցելիություն օրենսդրական մակարդակով, հիմա եթե դու այդ օրենքը չվերանայես, ընդ որում դու պետք է վերանայես խելամիտ ձևով, եթե ասես ոչ էլ տարհանեք, կարող է 10-րդ դեպքում իսկապես ռումբ պայթացնեն ու այդտեղ դու քաշվես մի այլ ձևի, որտեվ չես միջամտել։ Պատրաստ չես, այո։ Նենց որ եվրոպացիները կարող են օգնել, բայց հաստատ հիմնական գործը Հայաստանն է։ Շնորհակալ եմ, ինձ թվում է մենք էլի կհանդիպենք։ Այո։ Շնորհակալություն զրույցի համար, շատ երկար թեմա էր, լիքը հարցեր կան, բայց ժամանակի խնդիր ունենք, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Սամվել Մարտիրոսյանին։
Thank you.